Շատ շուտ ծնողներս ինձ ամուսնացրեցին։ 15 տարեկան մի քանի ամսական էի, ես նշանվեցի։ Այն ժամանակ այտենց էր շուտ էին ցակում, բայց հիմա վախերքս լիներ, չի ամուսնան։ Իրոք չի ամուսնան։ Կամուսնանայի համապատասխան տարիքում։ 15 տարեկան երեխան ինչի է մտնում հոգսի տակ, որ այսօր այս տարիքին եմ, բայց ես մի ուրախ բան չեմ տեսել դեռ։ Ծանր կյանք է ապրել 75-ամյա Եղիսաբեթ տատը, որ ծնունդով Երևանից է, բայց կյանքի բերումով արդեն 35 տարի լոռեցի, ավելի հստակ ալավերդցի է։ Իմ ապրած ու չապրած օրերում մի լավ օր չտեսա, տխրությամբ ասում է տատը։ Ապրած ու չապրած օրերը լի են հուզիչ ու դրամատիկ պատմություններով, բայց նաև հոգու ամրությամբ, որ այդ չապրած օրերում բարին սերմանելու, չչարանալու ու երբեք լավատեսությունը չկորցնելու պատմությամբ։ Ես չեմ ասում, որ իմ կեսուր կեցարված մարդիկ են եղել, չէ, լավն են եղել, ամուսինս մի քիչ անհաջող եղել, հարբեցող եղել, 2 տարի գնաց նստավ, հետո եկավ մտածեցի, որ արդեն լավ է էլի, փոխված կլինի, պատիժը կրելուց հետո իհարկե մարդը պիտի կամ փոխվի, կամ ավելի խորը գնա իր կյանքը։ Հետո չէ, տեսա չէ, չի փոխվել։ Նույն մարդնա, նույն հարբեցողնա, կեսրած ինձ շատ էր սիրում, շատ էր հարգում, ասում էր դու լավ կին ունես, ինչն է քեզ ստիպում այդ կարգի խմում է։ Ու ինքը իր կյանքի գնով իր տղային բուժման էր տանում, տարբեր հիվանդանոցներ, ալկոհոլային, ընդամենը 3 տարի իմ ամուսինը չխմեց, շատ լավ էինք այդ ժամանակ, համերաշխ էինք իրար, սիրում էինք իրար, լավն էր այդ ժամանակ, բայց որ հարբում էր, արդեն նրա մոտ փոխվում էր ամեն ինչ, էդ էլ անկախ իրանից, խմիչքի ազդեցության տակ էր լինում, բայց ես դիմադրեցի, ապրեցի այդպիսի մարդու հետ 17 տարի, մի կյանք եմ ապրել իր հետ։ Մինչև կյանքի վերջ պիտի հավատարիմ մնար ամուսնական երդմանը, որովհետև հայրն էլ իր հերթին աղջկան հարցնության գնալուց առաջ ականջին ասել էր հորանստան ճանապարհն այլևս կմոռանաս, հետ դարձի մասին չմտածես ու այդպես շուրջ 17 տարի ատամները մի կերպ սեղմած տատը հարմարվեց, ապրեց ու ավելին, այդ ամենի հետ մեկտեղ սիրեց, շատ սիրեց ամուսնուն։ Սիրում էի, դեռ սիրում էի իրան, այդ վարքագծի տակ էլ ես իրան սիրել եմ, որովհետև իմ առաջի սերն է եղել, 15 տարեկանից սիրել եմ իրան, շատ եմ սիրել, բայց ինչ օգուտ, ապարդյուն անցավ իմ կյանքը, մահացավ ինքը, լյարդի ցիրոզից, մեր կյանքը տենց վերջացավ, իսկ իմից ամուսնության մեջ մի ամիս, 2 ամսի տո բաժանում, չէ որ դուք սիրել եք իրար, ոնց եք այդ բան անում, սերը խաղալիք չի, հա? Ասում սիրո հետ խաղ մի անիր, սերը մարդ կսպանի, դանակի հետ խաղ մի անիր, դանակը մարդ կսպանի։ Հիմա դա է, ինքնա սերերը, կարճ տևեց քո սերը, ուրեմն դու արդեն բանի պետք չես, աչքերդ ման կգան մեկ ուրիշ տղայի վրա, էտենց, ուր կհասնի, աննամուսությունը կհասնի։ 32 տարեկան էր Եղիսաբեթը, որ առանց ամուսին պիտի 2 երեխաներին պատվով ու շնորհքով մեծացներ մեծ քաղաքում, մեծ հնարավորությունների մեջ, մի խոսքով համառ բնավորություն ուներ տատը ու հանձնվել է իր մասին չէր։ Թեկուզ ունենայի տենց ամուսին, բայց իմ երեխաները առանց հոր չմեծանային։ Դաստիարակություն չկարողացա տալ, որովհետև ես մի 2 տեղ էի աշխատում, հասնել էի ուզում, երեխաներս մեծանում էին, դարձան արդեն դպրոցական շրջանն էր, նրանց պետք է պահեին, բանման առնեին, հագցնեին, ֆորմաներ էր այն ժամանակ, մի տղա մի աղջիկ եմ ունեցել։ Հիմա քանի թոռ ունեք։ Հիմա ունեմ 6 թոռ, մեկը մահացավ, 5 կան։ Փառքաստո, ապրեն իրանց համար երջանիկ։ Բարի տատիկ, քաղցր տատիկ ու ժպտացող տատիկ։ Այսպես են դիմում տատին բոլոր նրան ճանաչողները, որովհետև տատը այդքան դառնությունները մեջը ամփոփած փորձեց կյանքի տված բոլոր հարվածներին ժպիտով պատասխանել։ Ասма բախտը ամեն մարդու բան չի։ Ոչինչ, գոհ եմ Աստծուց, որ 75 տարեկան եմ, արդեն դեռ պահում ինձ Աստված։ Ինչի է պահում, որովհետև ես չար բան չեմ արել, չարություն չեմ արել, մարդու վատը չեմ կամել։ Էլի պահը որ գալիս է ճիշտ է, ծիծաղում ենք, բայց այն ծիծաղը չի, երբ երիտասարդ տարիներին ենք ծիծաղացել, ուրախացել, ինչ որ միտեղ մեր գեղեցկությունով ենք հպարտացել, մենք
ինչ-որ միտեղ մի հագուստ ենք առել, շատ ուրախացել ենք, իսկ հիմա ինչ, հազարատ հագուստ ունեմ, բայց ուրախություն չկա իմ սրտի մեջ, չկա։ Սա կյանքի պատմություն էր, որ հիմա ճիշտ է անցյալի խորքերից է գալիս, բայց ամեն անգամ գալիս ու տակնու վրա է անում Եղիսաբեթ տատի շատ փոթորկուն սիրտը։ Տատը չի սիրում համեմատություններ անել ներկայի ու անցյալի միջև։ Անցյալն անցյալ է, դրա համար էլ անցյալ է կոչվում, բայց մեկ է անգամ այդ դեպքում, երբ ինքը նոր կյանք մտնելու լիներ, կապրեր նախկին ավանդույթներով ու կառաջնորդվեր հնագույն արժեքներով, որոնք առավել մարդկային են, առավել հայկական, չէր տրվի դրսից ներմուծված նոր սովորույթներին։ Ըստ տիկին Եղիսաբեթի աշխարհը հիմա ավելի ծուռ է, բայց եւ հորդորում է խիստ չդատել ու չքննադատել։ Պարզապես իրենք հին ժամանակների մարդիկ են, այլ կրթություն ու դաստիարակություն են ստացել։ Հիմա այս ժամանակները այն ասած ոնց են ասում գլխկոնձի շուր տված, լրիվ շուր է եկել աշխարհը։ Երիտասարդությունը լրիվ շատ գոռոզ, շատ հպար, բարձրանում ես ավտոբուս, բոլորը նստած հեռախոսներով խաղում են, չալիկը ձեռքես, ոչ մեկը տեղ չի տալիս, հազարից մեկը այն էլ մեզանից մի քիչ փոքր տարիքով մարդիկ են տալիս, եթե տալիս են։ Նայում ա քեզ, բայց ոչ մի հարկանք չկա մեջը, ոչ մի ծանր սումկայով գնում եմ, կան, բայց քիչ են էլի, որ գնում եմ սումկայով, տատի ջան օգնենք քեզ, տատի ջան ինչի կարիք ունես, խես կանգնել, հոգնել ես, կա այդ վերաբերմունքը, բայց շատ քիչ է, մանավանդ, որ այսինչ բաներ են հագնում կարճ, մեջքները բացում, պորտները բացում, Էդի մենակ պետք է ամուսնանա, աղջիկը իր ամուսինը տեսնի, ինչի ես բացում իմ իքվանից ցույց տալիս, ում ես պետք դու, ուշի տղային ես ուրախացնում, հա, անցնեն, որ քեզ տևա ինձ սիրուն աղջիկա, չի կարելի տենց բաներ, էդի պիտի ունենք ամուսինը տենա։ Բայց հիմա ժամանակները փոխվել են, նոր ժամանակների հետ են գնում։ Ախր ժամանակի հետ էլ կործանվում է սերունդը, կործանվում է երիտասարդությունը, ազատ են թողել երիտասարդներին։ Այսօր չեն կարող երիտասարդների վրա ծնողը սաստի, որովհետև երիտասարդը իր ասածը առաջ է տանում։ Այդ դրանք տանել չեմ կարող։ Ես ոնց կամ անես պետք է լինեմ, այսինքն ոչ քսված, ոչ բան, այսինքն շատ լավ է։ Չեք քսվել։ Ջահել վաղ եմ քսվել, բայց այդեն չի միկվան նման։ Ասինքն մի հատ թեթե բան եմ քսել, հա ինչ։ Էդի քսվել չի կոչ, բայց միկվանները ինչ են, թափիչներ են դնում, աչքերը սևացնում, կապտացնում, այդ ինչա, պրոշները ուռացնում են։ Այո, քո սիրուն պրոշը ինչի է դեռ ուռացնում։ Այսօրվա դրությամբ մարդու կյանքը դարձել է մի հավի կյանք։ Մորթում են, սպանում են, առանց անխտիր, իրանց խեղճը ոնց է թույլ տալի, մի քանի կոպեկի համար մտնում են մի պարավ կնոջ տուն, խեղդում են, սպանում են, ինչա որ փողը վերցնեն, այդ փողը դու կուտես, այ անսիրտ մարդ, կուտես այդ փողը։ Իսկ երբ հերթը հասնում է հարս կեսուր հարաբերություններին, տատը ծնկներին է տալիս ու ասում. «Այ քեզ ժամանակակից աշխարհ, որ սրբեցիր տարար հարգանքը, նամուսը ու թասիբը»։ Թեպետ պիտի խոստովանի, որ իրենք խեղճ են եղել, շատ դեպքերում միամիտ ու տանջված, ենթարկվող, բայց դա էր այն ժամանակվա դաստիարակությունը, որից շեղվելը պարզապես մեղք էր աղջկա համար, ամոթ աղջկա ընտանիքի համար։ Հիմիկվա հարցերի լեզուն, վայ, հարց երևի 1000-ից մեկը կտնես հիմա։ Իմ կեսրարը սվեցին էթում էր ածուխի մեծ ավտո էր քշում ինքը, շոֆերը շուտ էր էթում։ Իմ կեսուրն էլ հիվանդ կնիկ էր այժմ ճշում, որ չէր կարող մարդուն էլի հաստա, մենք ներքերն էինք մնում առաջի հարկը, իրանք երկրորդ հարկը, տալելուն էի տա մեջ, ոչ մեկը քնիկ չէր էլ, ասում էր դու պետք է գաս, քո կեսրարը չայ է կարակը պանիր տնես ուտի, նոր գնա քո ներքևդ։ Ահա, ես շուտելում եմ, քուն հարամ է անում, գնում եմ, հանում կեսրարից, չայ է տալիս, ամեն չէ տալիս է, իջնում եմ ներքև, կեսրարի ճանապարհ էի դնում։ Ով կանի հիմա, կեսուրը տունը, տալը տունը, հարսը պետք է կեսրարին չայ տա, բայց այն վաղ տեղել է այդ բանը։ Բայց դա ճիշտ է, տատիկ, ճիշտ է։ Հա, ճիշտ է։ Դա տանջվեցիք։ Ջանամ, ինչ անում չտանջվեցի, բայց նամուսը ինչն է։ Նամուսը շան առաջ կտեն չեն ուտի, այդ ինչ է, միջև վերցել մարդուց տարտը տարա, 10 տարել ապրեցի մահացած, այդ տեղա բաժանվել է։ Հիմիկվաները շատ աշխատել չեն սիրում, մանավանդ երիտասարդները,
լավ պապաշաներ ունեն, երես են տալիս, փող են տալիս, հապրկացնում են, ասենց ասած, երիտասարդներին, բայց երեխին կիմանա աշխատանքը ինչ բանա, առաջ ստաժ չունենայր, ով քեզ թոշակը տալ, իսկ հիմա առանց ստաժի էլ մարդիկ քոչապ թոշակ են ստանում, խի, ինչն է պատճառը, բայց այդ երիտասարդը չկողպի աշխատանքի մեջը, մի հատ զգա քրտինքը ինչ բանա, պատրաստի գալիս է, ուտում են, պապաշան փողը տալիս է, ու գնում են ազատ քեֆ են անում, աղջիկել են փչացնում, ինչեր ասես, որ չեն անում, ինչ մեղքերի մեջ են ընկնում, հետո էլ պապաշան փողն էլ որ տալիս է, էլ չկարում ազատի, այ պապաշա, խելքդ եկավ տեղը, 35 տարի առաջ մայրաքաղաքի կյանքը իր տունը թողեց ու հասավ Ալավերդի։ Նոր տուն տեղ ստեղծեց, փորձեց հարմարվել, սիրեց Ալավերդին, բայց սիրտը դեռ Երևանում է, ավելի հստակ իր հայրական տանը։ Հարմարվեց, որովհետև այդ հարցում իրեն օգնողներ կային։ Եղիսաբեթ տատը Ալավերդու ցերեկային կենտրոնի ամենաշնորհալի շահառուներից է։ Օրվա մեծ մասը այստեղ է լինում, շփման ու զբաղվածության բացը լրացնում, մասնակցում տարբեր միջոցառումների ու ուսումնական խմբակների։ Տատի ու այստեղ հաճախող շատերի համար սա պարզապես կենտրոն չէ, այլ տուն, երկրորդ տուն, որտեղից շատ ջերմություն ու հոգացություն են ստանում։ Սիրում եմ, արդեն սիրում եմ, որովհետև արդեն համակերպվել եմ, սիրում եմ այս ժողովուրդը, սիրում եմ ցերեկային կենտրոնը, իմ կյանքից ուրախությունը կիսում եմ կենտրոնի հետ, իմ երջանկությունը գտել եմ սրա մեջ, ես կուզեի, չգիտեմ, Աստված ինձ ինչքան կյանք կտա, բայց կուզեմ, որ իմ կյանքից վերջին օրը անգամ կենտրոնի հետ կապ ունենամ, ես շատ հաճույք եմ ստանում կենտրոնին, շատ զբաղվում եմ, շատ մարդասեր են, շատ ժողովրդասեր մարդիկ են, օրս լավ անցնում, ոնց որ ես ապրեմ դրա մեջ, իմ կյանքս երիտասարդացնում է, չի թողնում, որ ես արդեն մտածեմ, հասկանում եք, ուրախ եմ զգում ինձի, ու ցեն թարմը վիճակով էլ տուն եմ գնում, ես չեմ ուզում գնամ կենտրոնից, իսկական է, չեմ ուզում, մերոնք շատ խոսում են իմ վրա, ինչ ես գտել ասում, ինչի չես մի օրի տունը մնա, չէ, ես չեմ կարող, առանց կենտրոնից չեմ կարող մնամ։ Ես էլ կարելի է, էլ որոցենի բան, ուզում ծովորեմ լոռ լեզուն, բայց ես չեմ կարող, ես Երևանի լեզուն չեմ կարողանում փոխեմ, իմ բարբարս իմ համար անուշ է, տենց է, ու գնալու եմ Երևան, մի հատ այդան բարեկամներից սաղին տեսնեմ, այս իմ վերջի գնալն է, էլ ես չեմ կարողանում քայլեմ, մանանջան։ Ինչի եք մտածում վերջին։ Որովհետև չեմ կարողանում քայլեմ արդեն, մի քայլել չեմ կարողանում անել, իրանց էլ ասելու եմ, որ սա իմ վերջի գալն է։ Մայրաքաղաքի ակումբներում երգի, պարի ու ասմունքի խմբակներ ղեկավարած տատի շուրթերից մինչև հիմա անպակաս են սիրո ու մոր մասին տողերը։ Սուրբ է մայրս, նուրբ է մայրս և ինձ համար գանձ է մայրս, ես մորս շատ եմ սիրում, ես չեմ մոռանում իմ խելոք մամայից, կուզեմ նմանվեմ իրան, բայց չգիտեմ, արդյոք կնմանվեմ, մամաս շատ խելոք կինա է, ծնողը լավ բան է, ամեն մարդու համար արժեք չի էդի, հասկացողի համար արժեք ունի, պետք է մենք ծնողին միշտ հիշենք, միշտ լավ պահենք, թեկուզ երիտասարդ տարիներին, որ մեր վրա ցավ չմնա, որ մեր վրա վիշ չմնա, որ մենք պարզենք, որ մեր ծնողին հարգել ու սիրել ենք, ծնողը լավ բան է, ամեն հասկացողի համար ծնողը թանկ բան է։ Ծերությունն էլ դժվար բան է, տատի սրտի բան չի ու տատի բանը չի, բայց ինչ կարող է անել, պիտի սա էլ արժանապատվորեն հաղթահարի, պարզապես մի խորհուրդ ունի բոլորին, հատկապես երիտասարդներին, ծերությունը ձեր ապագան է, հարգեք, որ հարգվեք։ Դժվար է շատ ծերանալը, ծերությունը շատ դժվար բան է, հենց որ մի քիչ ավել ես խոսում, բերանդ փակում են, չեն ուզում լսեն, հենց որ խրատ ես տալի, խրատ չեն վերցնում, ամեն մարդ իրա գիտեցածով առաջագնում, բայց այտենց չի, չէ, որ մենք ձեր տարիքը անցկացրել ենք, այսօր թե տուժվել ենք, թե լավ է գնացել մեր այս տարիքը արդեն հասած, մենք կուզենք, որ դուք էլ մեր նման լավ լինեք, բարի լինեք, անող, տնող լինեք,
Բարի եղեք ու բարություն արեք, ասում է տատը, բարություն, որ մի պահ մոռացնել է տալիս ներկայիս դժվար օրերը, տխրությունը քաղցրացնում կյանքը, որ հաղթում է մահին։ Մարդիկ չարացել են, ահավոր ձև են չարացել, բայց չէ որ չարությունը, չարության վերջը ինչն է, չարի վերջը ինչն է, վատա չարի վերջը վերջանում, բարի արա, բարի եղի, որ Աստված այդ բարիքով քեզ օրհնի, քո կյանքը օրհնի, քո երիտասարդությունը օգնի, ախր ինչի եք այդքան չարանում, ինչն է ձեզ ստիպում, հիշեք առաջվա մարդիկ, որ կոշիկ չեն ունեցել բոբիկ են ման եկել, չարողներով են ման եկել, սենց ասած, հագուստները պատրոտված, բայց հիմա այնքան հագուստ ունեն, այնքան կոշիկ ունեն, այդ լիությունը կարծես մեր երիտասարդներին ավելի փչացրել։ Տատը շնորհակալ է կյանքից ու բարձրյալից, որ ապրում է, առողջ է, կարևորը սիրով ու լավ մարդկանցով շրջապատված։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Անկյուն Գումարած 3 հեռուստաընկերություն։